բայց Հնարավոր է Հայաստանում ըստ լինի սով այս սանկցիաները։ Սով չեմ կարծում, նույնիսկ պատերազմի ժամանակ երբ տնտեսական այս դժվարությունների բարելավումը դժվարություններ կարող են լինել, սով չէ, ես ինչու զուգահեռ եմ անգամ երբ մենք պատերազմի մեջ էինք 90-ականներին Ադրբեջանի հետ, անգամ հացահատիկի մի քանի օրվա պաշար կար Հայաստանում օրվա իշխանությունները կարողացան այնքան խորագետ լինել, որ հացահատիկ անգամ մեր այդ ժամանակ ոչ բարեկամ Թուրքիայով եւ Թուրքիայի տարածքով կարողացան բերել, սա իրողություն է։ Սով չէ, բայց որ տնտեսական լուրջ դժվարություններ, այն որ գյուղացիների մեծ մասը իրենց տարվա ընթացքում աշխատած, վարկ վերցրած, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ ներգրաված այդ արտադրանքի ստեղծման համար հիմա կոտրած տաշտակի առաջ են կանգնելու, սա փաստ է։ 18 միլիոն եվրոն չի որ որոշելու այդ դարդին դարմանը։ Իսկ սա նշանակում է, որ աշնանը մարդկանց մոտ դժգոհությունների ալիք է լինելու, որտեղ վարկերը փակելու խնդիր կա, ասում եմ, սա գիտեք, խոսքով եմ ասում, բայց երբ որ մի փորձես ընկալել, որ մարդը սննկանում է, ինչ պետք է անի, երբ լուծում չի կարողանում այդ իրավիճակի փոփոխության հետ կապված գտնել, ապա իր մոտ առաջանում է ընդվզման հոգեվիճակը։ Իսկ ընդվզումը բնականաբար կես քայլ է իշխանությունների հրաժարականը պահանջելուց։